կան, ուղեղներ կան, պետք է բոլորը միավորվեն։ Այսօր Դավիթ Համբարձումյանի համար ենք եկել, վաղը մյուսնա լինելու, քաղաքական բանտարկյալները շատանալու են։ Ես ընդհանրապես ստեղ ուզում կոչ անեմ, որ գիտակից մասան, ով որ զոմբի չի, հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը վերանում է, կորցնում ենք մենք պետականությունը, դառնալու ենք թուրքերի ինչ-որ մի հատ Թուրքիի տիրապետության տակ ինչ-որ մի հատված, հողի հատված։ Եթե մենք միջոցներ չձեռնարկենք, հենց այդպես լինելու է։ Մեղադրանքը, որ առաջադրվել է։ Մեղադրանքը սուտ մեղադրանք է, այդ իրանց վախն է, այդ 6 տարի 3 ամիսը, դա Նիկոլ Փաշինյանի վախերն են, որ ամենաառավելագույն ժամկետն է տված, որ ինքը մեկուսացնի, որ հանգիստ լինի, որ Դավիթ Համբարձումյանի ուժը չկա, բայց ինչքան որ մեկուսացրել է, այնքան ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ ես կարծում եմ, որ այսօր պայքարի սկիզբն է, բռնապետության դեմ պայքարի սկիզբն եմ ես համարում այսօրվանից պետք է բոլորը միանան։ Դուք համայնքապետարանի աշխատող եմ, այո, եւ Մասիս համայնքի բնակիչ եմ, իրավաբանական բաժնի պետն եմ, երկար ճանապարհ ունենք Համբարձումյանի հետ անցած դժվարին եւ ինքը այն մարդն է, որ պետքա լինի ազատության մեջ, որպեսզի պայքարի Հայաստանի Հանրապետության լինելու համար։ Այն տեսանյութերը, որոնք տարածել են իշխող ուժի ներկայացուցիչները, Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը, կարծեմ նույն տեսանյութը տարածել էր, այդ տեսանյութերը ապացուցում են, կարծում եք, Դավիթ Համբարձումյանի մեղավորությունը, որովհետև այդ կոնտեքստում է ներկայացվում։ Բացարձակ այդ տեսանյութում Դավիթ Համբարձումյանը չկա որպես ոչ կատարող, ոչ կազմակերպիչ, ոչ մի ձևի չկա, սա սուտ մեղադրանք է, այսքան տարիներով պահեցին, բերեցին, հասցրեցին այն ժամանակ, երբ որ որոշել են, որ բոլոր գլուխներին պետք է բանտարկեն։ Հիմա ժամը 18:10 համայնքապետարանում աշխատանք ավարտվում է։ Կապ չունի, այդ իմ իրավունքն է, ես իմ իրավունքից եմ օգտվել, ես իմ համայնքի ղեկավարին եկել եմ դիմավորելու, հասկանալով, որ բռնապետության աշխատանքը, ես իմ աշխատանքը կատարում եմ, պատշաճ կգնամ, ես ամեն շաբաթ կիրակի էլ, գիշերն էլ իմ աշխատանքը կատարում եմ, որ հասցնեմ համայնքապետարանները ծանրաբեռնված են, նենց որ այս իմ մի ժամ բացակայությունը ոչ մեկին չի ազդելու։ Հաստատ։ Եկել համայնքապետարանից, թե ամբողջ աշխատակազմը։ Ես իմ տեղն ասեմ, բոլորն էլ եկել են, ամբողջ աշխատակազմն էլ եկել է։ Առանց բացականների կմոտենաք, դուք խոսենք։ Սրանից դուրս գալը իմաստ չուներ, այսինքն գալու էինք ում դիմավորեին։ Ճիշտ է, մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ կարող է սա հենց ինքնաթիռից տանեն իրեն, մենք չտեսնենք, բայց մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը տեսնի, որ ժողովուրդը կանգնած է քաղբանտարկյալների կողքին, անմեղների կողքին, որ կեղծ մեղադրանքներ են առաջադրվում հայրենասերների նկատմամբ, այդքանը որ ուզում եմ, որ բոլորը հասկանան, նամանավանդ այն մարդիկ, ովքեր 18 թվականին եւ դրանից հետո մյուս ընտրությանն էլ ընտրել են եւ հիմա գիտակցում են, որ իրանք սխալ են արել, որ Նիկոլ Փաշինյանն են ընտրել, առանձնապես իրանք պետք է առաջի տեղը բոլոր դրսի պայքարներին գան ներկա գտնվեն, որ ցույց տան, որ իրանք փոշմանել են, որ սա սխալ է, գնում է հայրենիքը դեպի կործանման եւ լռելը հանցագործություն է։ Այսօր մենք տեսնում ենք, որ հակասահմանադրական գործողություններ են կատարվում ամենուր հետ։ Եկեղեցին, երբ որ սահմանադրությամբ նշված է, որ եկեղեցին անջատ է պետությունից, հիմա վարչապետը որոշել է, որ պետք է մտնի եկեղեցում կարգ ու կանոն հաստատի։ Ոնց ով է բասրա այս հարցով պատասխանատվության ենթարկելու։ Ինքը մտնում է իր լիազորությունները վերազանցում ամեն ուրեքա բացի իր գործից, որ իր գործը հայրենիքը պաշտպանելն է, ինքը ամեն ինչ արեց, որ մենք հայրենիք չունենանք։ Հայրենիքը այսօր բաժանար է, մեկը ճանապարհի անվան տակ, Արցախը նվեր տվեց, թե վաճառեց, հիմա մեզ սարքում է թուրքի բաժին։ Բոլոր հայերը պետք է գիտակցեն, որ մենք վաղը դառնալու ենք Հայաստանում փոքրամասնություն, ազգային ժողովում լինելու ենք մի ձայն։ Պետք է այդ հասկանանք։ Սենց լռելով, ինչքան մենք լռեցինք, ինչքան ամիս անցավ, այնքան ավելի դժվար է լինելու հայրենիքը պահելը։